Նա այն մարդկանցից չէր, ովքեր հեշտությամբ կոտրվում են։ Նրա մեջ ուժ կար, լռություն կար, բայց այդ լռության խորքում նաև մեծ ցավ կար։ Նա այն մարդը չէր, որ կարողանար հեշտ ներել ու շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Նա չէր մոռանում ամեն խոսք, ամեն արարք, ամեն հիասթափություն երկար ժամանակ մնում էին նրա ներսում։ Նա գոռոզ չէր, ոխերի մել չէր, պարզապես սովորել էր հասկանալ մարդկանց, գիտեր որտեղ ինչ ասել, ինչպես վարվել, ում մոտիկ թողնել կամ ում իրենից վանել։ Իր կողքին մնալու համար պետք էր կարողանալ հասկանալ նրա լռությունը, զգալ նրա բնավորությունը, ընդունել նրա սկզբունքները։ Նա հասանելի չէր յուրաքանչյուրի համար, իսկ եթե ընտրել էր ինչ-որ մեկին, ուրեմն այդ ընտրության մեջ արժեք կար։ Նա շատերի միջից ընտրել էր հենց նրան, վստահել էր, սիրտը բացել, հավատացել էր, բայց փոխարենը ստացել էր դավաճանություն ու ցավ։ Այն մարդը, ում նա ընտրել էր, ժամանակի ընթացքում մոռացել էր իրեն, ուրացել էր ամեն բան, իսկ ժամանակի ընթացքում նրա շուրջ կհայտնվեն ուրիշ մարդիկ, շատ ու շատ ուրիշներ, և դա ամենամեծ հարվածը կլիներ նրա համար։ Այդ ամենից հետո նա այլևս նույնը չէր։ Դրսից լուռ էր, հանգիստ, բայց հոգու ներսում տագնապ կար, թախիծ ու կսկիծ, ու կարծես թե փոխվել էր ամեն ինչ։ Նա չէր մոռացել կատարվածը և գիտեր, որ երբեք էլ չէր մոռանա։ Որոշ ցավեր մնում են ամբողջ կյանքով։ Նա մարդկանց շատ ավելի լավ էր ճանաչում, քան նրանք կարծում էին։ Հենց այդ պատճառով էլ գիտեր, որ այն մարդկանցից չէր, ում կարելի էր կորցնել ու հետո նույն կերպ վերադարձնել։ Ժամանակի ընթացքում նա հեռացավ, ոչ աղմուկով, ոչ վիրավորանքներով։ Պարզապես հասկացավ, որ այլևս չի կարող մնալ նույն տեղում։ Նա ոչ մեկից ոչինչ չէր պահանջում, չէր խնդրում, չէր ստիպում։ Միայն իր ներսում սպասում էր այն օրվան, երբ դիմացինը վերջապես կհասկանա ինչ է կորցրել։ Երբ կգա փոշմանանքը, զղջումը, գուցե նույնիսկ ներողություն խնդրելու ցանկությունը։ Բայց նա արդեն պատասխան ուներ այդ օրվա համար։ Նա կարող էր մի օր լսել կներեսը, բայց դա դեռ չէր նշանակում, որ կրկին նույն կերպ կվստահի։ Որոշ կոտրվածքներ այլևս չեն վերականգնվում։ Նա կարող էր ներել, բայց այլևս երբեք մոտ չթողնել, որովհետև նրա մեջ կար ինքնասիրություն, կար արժանապատվություն, կար բնավորություն, որը չէր թողնի կրկին վերադառնալ նույն ցավին։ Մի օր նա կհասկանա, թե ինչ արժեք է կորցրել։ Գուցե շատ ուշ, բայց միևնույն է կհասկանա,
եւ այդ գիտակցումն ամենածանր պատիժը կլինի։ Իսկ նա այլևս ոչինչ չէր ուզում։ Միայն սպասում էր այն միակ բառին, որը երբևէ չէր լսել անկեղծորեն՝ կներես։